Ընդամենը մեկ շաբաթ առաջ է Փաշինյանն իր կրոնական թափառախմբով իրոք որ Նիկոլը մի հատ կրոնական թափառախումբ է իրան սարքել ու սենց եկեղեցիներով պտտվում է, ստի պատարակներ անցկացնում, եկեղեցիներն է իրանց պատարակներով պղծում։ Մենք քրիստոնյա ենք մի բաց պատճառով, որովհետև տրդատ մեծ թալքավորը առավոտյան վերակաց է եւ հրով արտակ աստորագրե, որ մենք այլևս քրիստոնյա ենք։ Այս անգրագետարը ես Անդունդի վիժվածքը անդունդի վիժվածք։ Անես թազը բարերը նել Ժորժան։ ասում է տրդատ թակավորը մի ստորագրությամբ քրիստոնյա է սարքել, բայց դրա իրական իմաստը նա է, որ ես էլ մի ստորագրությամբ ինչ ուզեմ կանեմ, կարա մուսուլման սարքեմ։ Այստեղ Միքայելը ինչ ավելացնում, ասում է, եթե եկեղեցին պահանջի խորհրդարանի լուծարումը, ընդդիմադիր ֆրակցիաները կմեղադրեն Նիկոլին, որ ձգձգում է կաթողիկոսի ձերբակալությունը։ Խնդալու է, որովհետև էդ է դուրս գալիս։ Ըստ վարչապետի պատարագի մեկնարկից 5 րոպե առաջ բոլոր եկեղեցիներում երգչախմբերը Հայաստանի օրհներգը թող կատարեն։ Ճիշտ է այդպես, որովհետև ըստ Փաշինյանի հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից պետության որոշմամբ 301 թվականին։ Հայ առաքելական եկեղեցին ոչ թե 301-ին 4-րդ դարում է հիմնադրվել, այլ առաջին դարում Քրիստոսի երկու առաքյալների կողմից։ 301-ին քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվել։ Ազգային ժողովում իրենք կարողանան նիստերից առաջ հիմնը հնչեցնել, էլի։ Ասում է ձեր ազգային ժողովի ժամանակ, ազգային ժողովում նստեք ձեր հիմնը երգեք։ Նախանցած Կիրակի օրվանից, անցած Կիրակի օրվանից սկսած ամբողջությամբ ինչ կատարվում է եկեղեցու հետ կապված, ինչ անում են, ինչպես պղծում են, ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է։ Ինչ սրանք տակը կամպրամատներ ունեն, որ այդ կամպրամատները ստիպել է այս լրիվ սրբապղծություններին գնում են իրանք։ Նրանք փորձում էին աննկատ ու ոստիկանների ուղեկցությամբ հեռանալ, բայց հանդիպեցին մի քանի կանանց, ովքեր սկսեցին բարձրաձայն կշտամբել նրանց։ Ինչու զերծեցի Պեղափարը եւ Միքայել Սրբազանի անունը։ Այստեղ պատարակ անցկացնեմ, ձեզ ով եք տվել պատարականը եւ գնա։ Այսպես փախտում են, բա ինչ։ Եկել է ժամանակը, որ մենք արդեն մայր աթոռ էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարակը, դա իմ անձնական կարծիքն է։ Յանում ինչ են անում ստեղ, որ եկան ինչ են անում, մի հատ էլ էդի քիչ է իրանց մասշտաբին Սուրբ Էջմիածին պետքա գնանք։